Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ։ Տիկին Գրիգորյան, շնորհակալ եմ ես հանդիպելու համար։ Երեք բավականին թեժ զրույց ունեցաք քննչական կոմիտեի ղեկավար պարոն Պողոսյանի հետ, նա նույնիսկ ձեզ մեղադրեց, որ փորձում եք իրեն դրդել սենսացիոն հայտարարություններ անելու։ Այնուամենայնիվ, ձեր հարցերին համոզիչ պատասխան ստացաք։ Իմ հարցերին հնարավոր չէր համոզիչ պատասխան ստանալ, որովհետև ինչ էլ ասում էր, մեծ հաշվով կամ սուտ էր, կամ մանիպուլյացիա էր, բայց ամենահետաքրքիրն այն էր, որ հաշվի առնելով, որ որևէ փաստական հանգամանք ինքը չէր կարողանում վկայակոչել, երբեմն ժամանակ առ ժամանակ դուրս էր գալիս հունից, խոսում էր նրա մասին, որ մարդիկ չպետք է ստեն, հոգևորականները չպետք է ստեն, եւ դա ասում է մի մարդ, ով հանրային հեռուստաընկերությամբ, ազգային ժողովում պարբերաբար ստում է, աշխատում է մի մարդու կաբինետում, ով ընդհանրապես քրոնիկ ստասան է։ Հետևաբար, երբ ինքը փորձում էր իրենց գործողություններն արդարացնել այլոց մեղադրելով, սա ուղղակի շատ ծիծաղալու էր, որտեղ բավարար է ինքը կարդի, թե ինչպիսի հոդվածներով են մարդկանց նկատմամբ գործեր կարում, եւ նա իրան հայելու մեջ կբացահայտի, թե ով է իրական ստախոսը։ Բայց մենք շատ բարձ հարցեր ենք տալիս բոլոր քաղաքական գործերի շրջանակներում, մենք այդ հարցադրումներն հնչեցնում ենք։ Լավ, ոնց է ստացվում, որ մի նախադասության համար, այն էլ որևէ կոչ չպարունակող հայտարարության համար Սամվել Կարապետյանը հիմա գտնվում է բանտարկության մեջ, կալանքի տակ, եւ 54 քննիչ, որ 54 թե 52 քննիչ, որ զբաղվում է այդ գործով, այդպես էլ չի հաջողացնում գործը ավարտի եւ ուղարկի դատարան։ Ինչպես է ստացվում, որ օրինակ Միքայել Սրբազանի գործով ժամանակին խնդիր չէր տեսնում դատախազությունը, քննիչները որևէ մեկը խնդիր չէր տեսնում այդ նույն հայտարարության մեջ, մեկ էլ 2 տարի հետո այդ խնդիրը տեսնում են եւ մարդը հիմա դատապարտված է։ Այսինքն այս բոլոր հարցադրումները պարտավոր էին հնչեցնել, որին ինքը պատասխաներ չուներ։ Կամ Բագրատ Սրբազանի մեր գործընկեր Արտուր Սարգսյանի մասով ես իրեն ասում եմ դու պետք է ներողություն խնդրես, որովհետև մարդկանց երբ որ ահաբեկում է իր ասելով, որ գիտեք Բագրատ Սրբազանը եւ մյուսները պատրաստվում են իշխանություն վերցնել եւ այդ իշխանության վերցնելու ճանապարհին մարդկանց գյուլելու են, հիմա ակնհայտ է, չէ՞ որ դուք սուտ եք խոսել։ Ակնհայտ է, չէ՞, որ հրապարակված արդեն ձայնագրություններով ապացուցվում է, որ մարդիկ այդ քննարկումը չեն ունեցել։ Լրիվ այլ հանգամանքների մասին են խոսել, իրենց պատկերացումների մասին են խոսել անվտանգության տեսանկյունից, թե ինչպես պետք է վարվել այն մարդկանց հետ, ովքեր փախնում են երկրի պաշտպանությունն իրականացնելուց։ Սրանք ընդհանրապես կարծիքներ էին, բայց բերել դա կապել բուն գործի հետ, իշխանափոխության գործի հետ, սա ուղղակի խայտարակություն է, բայց ես վստահ եմ, որ ինքը գիտակցում է, որ վաղ թե ուշ պետք է դրա համար պատասխանատվության ենթարկվի, որտեվ նրա այդ երբեմն այս ավելորդ քմծիծաղը, ավելորդ հիստերիկ ծիծաղը եւ այլն, ես այդ համոզմունքն ունեմ, որ ինքը գիտակցում է ինչ անում եւ գիտակցում է, որ հետագայում պետք է սրա համար պատասխանատվության ենթարկվի։ Այնտեղ իհարկե տարբեր հարցադրումներ հնչեցրեցինք, այդ թվում նաեւ Գյումրի դեպքերի հետ կապված։ Տեսեք, ասում ենք, մարդիկ դուրս էին եկել պաշտպանելու այն մարդուն, ում իրենք քվե են տվել։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարում է, որ Վարդան Ղուկասյանին պետք է դուրս շպրտել մեր երկրի հասարակական քաղաքական կյանքից եւ շատ կարճ ժամանակ հետո ալֆա ջոկատով, այդպես խոշոր ստորաբաժանումներով գնում են Վարդան Ղուկասյանի հետևից։ Դա տեսնելով սովորական գյումրեցիները դուրս են եկել իրենց կողմից ընտրված քաղաքապետին պաշտպանելու։ Եվ այդ ընթացքում պարզվում է, որ այդ հասարակ մարդիկ, ում թվում նաեւ անչափահասներ են, կանայք են, Փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, հա, բարձում է իրենք բոլորը դուրս էին եկել, որպեսզի այդ ալֆա ջոկատին, կարմիր բերետավորներին ծեծեին։ Բարձում է այդ բոլորը ֆիզիկական այնպիսի կարողություններ ունեին, որոնք գնացել էին հենց այդ ծեծն ու ջարդն իրականացնելու։ Մինչդեռ ամեն ինչ հակառակն էր, չէ՞։ Մենք տեսանք, թե ինչպես է կարմիր բերետավորը ծեծում օրինակ անչափահաս երիտասարդի կամ ինչպես են կարմիր բերետավորները մխրճվում մարդկանց մեջ սկսում հարվածել։ Իմ ջերմից ես հարց հնչեցրեցի նաև ներքին գործերի նախարարին եւ ինքն էլ անհաղորդ դեմքով, բայց գրակետ ձևակերպումներով բացատրեց, որ ինքը այդ տեսանյութերում որևէ իրավախախտում չի տեսել, որևէ անհամաչափ ուժի կիրառում չի տեսել, ինչը պարզապես խայտարակություն է։ Այն, որ մենք այսօր ապրում ենք իրավական բեսպրեդելի ժամանակահատվածում, դա փաստ է, այն, որ մենք այսօր ունենք քաղաքական բանտարկյալներ, դա եւս փաստ է, այն ինչ տեղի է ունենում եկեղեցու նկատմամբ, դա ուղղակի աննախադեպ է եւ ամոթալի է, եւ նույնիսկ միջազգային մեր գործընկերների հետ շփման ժամանակ ես նկատում եմ նրանց կողմից այդ հարցադրումները, թե ինչպես է հնարավոր առաջին քրիստոնյա ժողովուրդը նման
անհարգալից վերաբերմունք ունենա եկեղեցու որպես ինստիտուտի եւ եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ։ Այդ կոնկրետ օրինակ հոգեվորականի դեպքով երբ ես խոսում էի նրա այն իրավիճակի մասին, երբ քննիչները գնացել էին նրա տուն եւ վաղ առավոտյան ներխուժել էին տուն եւ թույլ չէին տվել նույնիսկ Մարտիրկի չերազգեստը փոխի եւ հետո նստեն քննարկումների, դա հերթական հանգամանքն է, որ ցույց է տալիս, թե այս իշխանություններն ինչպիսի իրավական բեսպրեդելի են գնում, նույնիսկ մարդկային տարական բարոյական այս բոլոր գծերը հատելով։ Տիկին Գրիգորյան, ասում եք իրավական բեսպրեդել, բայց նույն իշխանությունն ասում է այս մարդիկ վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Նույն քննչական կոմիտեի ղեկավարը Արթուր Պողոսյանը երեկ հայտարարեց, որ սրբազանի գործով կա ապացույց, որ սեփական ձեռքով գրել է ահաբեկչություն բառը, որ ամիսներ հետո հանրությունը կստանա իր բոլոր հարցերի պատասխանները։ Միգուցե այնպիսի գաղտնի տեղեկատվության են տիրապետում, որ հիմա չեն կարող հրապարակել։ Դա մի առանձին պատմություն էր, անկեղծ ասած։ Ինքն է ասում է, բա գիտեք, դուք ուզում եք, որ ես այնպիսի սենսացիոն հայտարարություններ անեմ, եւ ես իբր տրվում եմ այդ սադրանքին եւ հիմա ձեզ այնպիսի բան կասեմ, որ դուք էլ ուղակի կապշեք, եւ ասում է գոյություն ունի այնպիսի պլան, որի վրա գրած է ահաբեկչություն, ինքը ինչ է ուզում ասի, որ Բագրատ Սրբազանը իբր մի հատ այդպիսի պլան է գծել ահաբեկչություն, հետո գործողությունները շարադրել է դրա հետևից, ու մինչև հիմա Հայկա ջան դա որևէ տեղ չկա։ Պատկերացնում եք այն մարդիկ, ովքեր երեկ էլ ասացի, պոլիփայտը, սովորական վերնաշապիկը եւ այլ կենցաղային իրեր նկարում հրապարակում էին, բա տեսեք մարդիկ այս գործիքներով պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել։ Իմիջիայլոց, որոնց թվում չկար աստղիկներ, այն հայտնի աստղիկները, որ ասում էին մարդիկ աստղիկներ էին օգտագործելու, մեքենաների ակեր էին պայթեցվելու եւ այլն, այդ աստղիկներն այդպես էլ չհայտնաբերվեցին։ Բայց ամեն դեպքում ամենաանհեթեթ կենցաղային իրերը ներկայացնում էին որպես միջոց ահաբեկչության, բայց միջև այսօր պարզվում է այն բուն փաստաթուղթը, որի հիմքով պետք է իրականացվեր ահաբեկչությունը, այդպես էլ չի հրապարակել։ Նախ ուզում եմ ասել, որ գործը արդեն ուղարկվել է դատարան, այսինքն ինչ հանգամանք ունեին փաստական, արդեն ուղարկվել է դատարան, բա ուր է դա։ Բա ինչի՞ ամբողջ փաթեթի մեջ գործի այդ ձեր նշած պլանը չկա։ Բա որտեղ եք դա թաքցրել։ Ում գրպանում եք թաքցրել, թե նոր եք սկսել գրել, թե հեսա Սիվիկի պատվալներից հերթական անգամ նման մի պլան եք հայտնաբերելու, նոր հանգամանք եք բերելու, որ ավելի երկար պահեք այդ մարդկանց բանտերում։ Սա ուղղակի զավեշտ է, բայց ես ուզում եմ ասել, որ քանի որ պարոն Պողոսյանը ինձ ասել է, որ անձնապես ինձ ցույց կտա այդ պլանը, ես հետևողական եմ լինելու, հիմիկվա ինձ ասում եմ, հաջորդ շաբաթ ես անձամբ գնալու եմ եւ պարոն Պողոսյանը պարտավոր է ցույց տա այդ պլանը, որը ինչպես ինքն է ասում, իբր գրվել է Բագրատ Սրբազանի կողմից։ Հուսանք մեզ հետ եւս կկիսվեք այդ տեղեկատվությամբ։ Անշուշտ, եթե նման բան իհարկե գոյություն ունենա։ Տիկին Գրիգորյան, խոսք գնաց նաև եկեղեցու դեմ հարձակումների մասին, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է եկեղեցու ներսում գտնել մարդկանց, ովքեր պատրաստ են եկեղեցու դեմ գնալ։ Դա միայն Գարքալույց Ստեփան Ասատրյանը չի, դա նաև Տեր Թադեն է, դեռևս Տեր Թադե եւ դեռևս Տեր Տարոն։ Ինչ եք կարծում, նմանատիպ հոգեվորականներ էլի կան եկեղեցու ներսում։ Տեսեք, այս աննախադեպ գրոհը, որ իրականացվում է եկեղեցու նկատմամբ, առաջին հայացքից այո շատ ցավալի է, որ գտնվեցին մարդիկ, իդեմը Ստեփան Ասատրյանի եւ մյուսների, ովքեր ինչ որ ձև աջակցեցին իշխանության այս գրոհին, բայց եթե մենք ամբողջ պատկերով նայենք, 3 հոգեվորական, մեկը արդեն կարգալույց եղած, դուք հասկանում եք, չէ՞, մասշտաբի տեսանկյունից իրանք շատ փոքր թիվ են կազմում։ Այսինքն կարծել, որ տեսեք իշխանական քարոզչությունը, իշխանական հարձակումները իրենց արձագանքն են գտել եկեղեցու ներսում, դա իրականությանը չի համապատասխանում։ Այսինքն ունենալ մարդիկ, ովքեր այո կարող են ինչ-որ որոշակի ֆոն ստեղծել, Նիկոլի համար հենման կետ լինել, դա շատ փոքր թիվ է եւ ես առաջարկում եմ չկարծել, որ այս մարդկանց ներկայությունը շատ մեծ հարված է եկեղեցու նկատմամբ, այո պատկերացրեք այդքան աննախադեպ հարձակումներից հետո նույնիսկ իրանք չկարողացան եկեղեցու ներսում այնպիսի պառակտում առաջացնել, որոնք համապատասխանում են իրենց պատկերացումների, որովհետև Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրներից մեկը նաև եկեղեցում պառակտում առաջացնելն է, բայց պառակտում չստացվեց առաջացնել, ստացվեց ուղղակի առանձնացնել մի քանի մարդկանց, ովքեր օրինակ Ստեփան Ասատրյանի դեպքով ես վստահ եմ, որ ինքն ուղղակի տարվեց
իր կերպարով, ինքն իրանով հմայվեց, կարծես որ ինքն ավելի ներարժանի, քան ինքը հիմա կարող է անել, եւ իշխանությունն օգտագործեց իր այդ փառասիրությունը, որն իհարկե մեղք է, այդ փառասիրությունն օգտագործեց եւ հիմա իրականում վերջում իրան ուղակի զոհաբերելու են։ Ստեփան Ասատրյանը պետք է իհարկե գիտակցի, որ այդ մեծ խաղի մեջ մի փոքր ուղակի այսպես շախմատային լեզվով ասած պեշկա էր, որին օգտագործել են ու անցնեն առաջ, ու սա շատ ցավով եմ արձանագրում, որովհետեւ որևէ մեկի կյանքի մասով ես չէի ցանկանա նման ճակատագիր տեսնել։ Բայց ինչն էր հետաքրքրական, որ վերջին ժամանակահատվածում համացանցում ավելի շատ են տարածվում նրա գրառումները ինչպես մինչև 2020 թվականը, այնպես էլ 2020 թվականից հետո, եւ ակնհայտ է դառնում, որ նույնիսկ մինչև 2020 թվականը տվյալ անձն ունեցել է հակաիշխանական պատկերացումներ, նույնիսկ բավականին կոպիտ բառապաշարով է խոսել իշխանության ներկայացուցիչների մասին, մասնավորապես Արայիկ Հարությունյանի մասին, Նիկոլ Փաշինյանի մասին։ Պատերազմից հետո նույնիսկ ավելի կոշտացել է իր բառապաշարն այդ առումով։ Հետևաբար անչափ զարմանալի է մեղմ ասած, թե ինչպես է ինքը համարձակվում ասել, որ նրան ստիպել են գնալ որևէ հակաիշխանական ցույցի։ Երբ դու քո Facebook-յան պատին կոնկրետ հակաիշխանական գրառումներ ես անում եւ հետո գնում ես ցույցի, բայց հետո տարիներ հետո դա փորձում ես ներկայացնել, որ քո նկատմամբ եղել է պարտադրանք։ Բայց ամեն դեպքում այս մարդու մասին երկար խոսելն անիմաստ է։ Հուսով եմ, շատ հուսով եմ, որ եկեղեցու ներսում պառակտում որևէ կերպ չի առաջանա, որովհետև մենք գործ ունենք իսկապես 1700-ամյա պատմություն ունեցող ինստիտուտի հետ, մեր ինքնությունը պահպանող ինստիտուտի հետ եւ բազմաթիվ անգամ ասել ենք, որ մենք որպես քաղաքական ուժ, որպես հավատավոր հոտի ներկայացուցիչներ մշտապես լինելու ենք եկեղեցի կողքին եւ ամուր պահելու ենք իր հիմքերը, որովհետեւ հիմքերի քայքայումը ձեռնտու է բացառապես այն մարդկանց, ովքեր մեր բոլորիս ուղակի վերացումն են ուզում։ Անդրադառնանք Ցորենի խմբականակին, որը Ադրբեջանի տարածքով մտել է Հայաստան։ ՔՊ-ն դա ներկայացնում է որպես դիվանագիտական մեծ հաղթանակ, խաղաղության օրակարգի, տանջալից աշխատանքի բերքը, հա, վերջապես բերքը քաղելու հնարավորություն ունեցան։ Իրականում սա ապաշրջափակում է Տիկին Գրիգորյան, թե Ադրբեջանից կախման մեջ ընկնելու նոր հնարավորություն։ Նախ եւ առաջ ուզում եմ ասել, որ սա ապաշրջափակում չէ։ Եվ երբ ԿՊ-ականներն ասում են, տեսեք, ինչ վատ կլինի, որ մի ուղղության փոխարեն, մի դուռ ունենալու փոխարեն ունենանք երկրորդ դուռը, ունենանք երրորդ դուռը, մենք էլ ասում ենք շատ լավ կլիներ, եթե այդպես լիներ։ Բայց արդյոք մենք հիմա ձեռք ենք բերում երկրորդ դուռը։ Իսկ երկրորդ դուռը ասելով նկատի կունենայինք, եթե օրինակ բացվեր Հայաստան-Ադրբեջան սահմանը, եթե բացվեր Հայաստան-Թուրքիա սահմանը, բայց մենք տեսնում ենք, չէ, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը չի բացվում, Հայաստան-Թուրքիա սահմանը չի բացվում, այլ ընդհանրապես Ռուսաստանից կամ Ղազախստանից գալիս է Ադրբեջան, նոր գալիս է Վրաստան եւ նոր Հայաստան, այսինքն ուղիղ Ադրբեջանից Հայաստան որևէ տրանզիտի մասին քննարկում չկա, Թուրքիան շարունակում է փակվայել Հայաստանի սահմանը, այսինքն խոսել ռեալ ապաշրջափակման մասին ուղղակի նաիվություն է, չկա ապաշրջափակում, կա կոնցեպտ, որտեղ Հայաստանը անխոչնդոտ ճանապարհ է տալիս Ադրբեջանին, որպեսզի միանա Նախիջևանի հետ, եւ կա այսպիսի հրամցված, փաթեթավորված բան, իրողություն, որ տեսեք ռուսական ինչ են փորձում ես վրա վաճառել, որ ռուսական ցորենը գալու է ոչ թե Վրաստանով հետո Հայաստան, այլ գալու է Ադրբեջան, հետո Վրաստան, հետո Հայաստան։ Այսինքն ավելի երկար ճանապարհ է։ Եվ դա մեզ վրա վաճառում է, որ տեսեք մենք ապաշրջափակում ենք իրականացրել, որ նոր ձեռքբերումներ ունենք։ Իրականում, երբ ղազախական ցորենը պետքա գար, ուզում եմ հստակեցնել, որ ռուսական ցորենը ավելի վաղ հասավ, քան ղազախական ցորենը, դրա մասին հայտարարությունները շատ ավելի շուտ էին եղել։ Երբ ղազախական ցորենի մասին էին խոսում, ասում են, բա մենք պետքա չէ Ռուսաստանից մեր կախվածությունը նվազեցնենք։ Մոռանալով, որ Ղազախստանը ԵԱՏՄ անդամ երկիր է։ Հա, բայց ամեն դեպքում ցորենի մասով ասում են Ռուսաստանից եկող ցորենի այս կախվածությունը պետք է նվազեցնել, բայց պարզվեց, որ Ռուսաստանից հենց շարունակում են այդ ցորենը ներկրել, ուղղակի որպես տրանզիտ արդեն օգտագործում են Ադրբեջանի տարածքը։ Միևնույն է, շարունակելով Վրաստան, նորից Հայաստան, որովհետև ես տեսնում եմ, որ փորձում են այդպիսի մանիպուլյացիա իրականացնել, որ տեսեք աննախադեպ բան է տեղի ունենում եւ Ադրբեջանի տարածքով Հայաստան ինչ որ բան է գալիս։ Ադրբեջանի տարածքով նախ գնում է Վրաստան եւ նոր գալիս է Հայաստան։ Եկեք սա որպես արձանագրում անենք։ Եվ դեռ այստեղ հարց է, թե որն է գինը նրա, որ Ադրբեջանը համաձայնել է իր երկրի տարածքով տրանզիտ ճանապարհ տրամադրել, որպեսզի հասնի բեռ Վրաստան, հետո նոր Հայաստան։ Բայց ուզում եմ այստեղ գիտեք ինչ արձանագրումն անել։ Երեք Գևորգ Պապոյանը իր այդ ուղերձով ասում էր, որ տեսեք ցորենը եկել է եւ սա
Տրամպի պայմանավորվածությունների եւ կամ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների դրսևորումն է հողի վրա։ Ես ուզում եմ մեզ լսող մարդկանց ասել, որ այն ինչ տեղի է ունենում հիմա, այսինքն այն տրանզիտային ճանապարհը, որ Ադրբեջանով գալիս է, դա որևէ կապ չունի Վաշինգտոնյան համաձայնությունների հետ, որևէ կապ չունի Տրամպի միջնորդությունների հետ, այլ բացառապես ռուսական միջնորդությամբ իրականացված գործընթացներ են։ Այսինքն ոչ թե Տրամպի ճանապարհն է սա, այլ հստակ Պուտինյան ճանապարհն է եւ Պուտինի միջնորդությամբ իրականացված գործընթացներ են։ Այս գործընթացները մեկնարկել են դեռևս Դուշանբեում հոկտեմբերին, երբ քննարկումներ կար ԱՊՀ գագաթաժողովներ տեղի ունենում, ԱՊՀ երկրների ղեկավարները գտնվում էին Դուշանբեում, այնտեղ տեղի ունեցել նաեւ Պուտին-Ալիև հանդիպումը եւ այդ հանդիպումներից հետո Ալիևը ինքը հայտարարել է, որ պատրաստ է ճանապարհ տրամադրել իր տարածքով հայկական բեռների համար։ Այսինքն այստեղ ակնհայտ է եւ եթե կարդաք նաեւ Օվերչուկի հայտարարությունները, ակնհայտ է, որ Ռուսաստանն այստեղ իր նախաձեռնողականությունն է դրսևորել, ինքն է միջնորդել, որպեսզի հայկական բեռները հնարավորություն ունենան նաև ադրբեջանական տարածքներով գալ, ադրբեջանական տրանզիտով հասնել Վրաստան եւ այնուհետև Հայաստան։ Այսինքն Ռուսաստանը Ամերիկայից այդ ինիցիատիվան խլեց։ Ես ուզում եմ այո ասել այս արձանագրումն անել, որ մինչև հիմա երբ որ խոսվում էր ապաշրջափակման մասին, ասում էին Վաշինգտոնում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի դրսևորումները անկեղծ ասած հողի վրա նույնիսկ շոշափելի որևէ հնարավորություն չենք տեսնում, այսինքն տեխնիկական պայմանավորվածությունները, այն խումբը, որ պետք է զբաղվի ճանապարհների կառուցման, պարամետրերի հստակեցում, դետալների հստակեցում, այդ ամեն ինչը չկա։ Այսինքն մի բան, որ Վաշինգտոնում փորձեց ներկայացվել որպես խաղաղության ձեռքբերում եւ ապաշրջափակման մեծագույն հնարավորություններ, այսօր հողի վրա ակնհայտ է, որ դրանք չկան, փաստացի չկան, նույնիսկ քննարկման տեսանկյունից չգիտենք էլ իրականացումը ինչպիսին պետք է լինի, բայց հողի վրա տեսնում ենք, որ Պուտինի միջնորդությամբ եւ ռուսական կողմի աջակցությամբ տեղի է ունենում այն ինչ հիմա իրենք ներկայացնում են որպես Վաշինգտոնյան պայմանավորվածությունների շարունակություն, դա այդպես չի։ Ես ուզում եմ արձանագրել, որ այն իշխանությունները, ում սատելիտները հատկապես առավոտից երեկո Ռուսաստանի դեմ են խոսում, ասում են, որ Պուտինից եւ ռուսական իշխանություններից պետք է Ռուսաստանից կախվածությունը պետք է նվազեցնել, այսօր Ռուսաստանի միջնորդությամբ է իրականացվում այն, ինչ իրենք կոչում են ապաշրջափակում։ Այս արձանագրումն անենք։ Եվ հետո երկրորդը ակնհայտ է մեզ համար, որ երկաթգծի կառուցումը այո Հայաստանի Հանրապետության շահերից է բխում եւ ապաշրջափակում ասելով պետք է այո այդ ենթակառուցվածքների կառուցման մասին մտածել։ Եվ հիմա մեզ համար ամենակարճ ճանապարհը, ամենակարճ հնարավոր ճանապարհը Ղազախով, Իջևանով երկաթգծի կառուցումը պետք է դառնա։ Հայաստանի Հանրապետությունը, այս իշխանությունները վերջին 7 տարիների ընթացքում գրեթե 8 միլիարդով ավելացրել են մեր պետական պարտքը, գրեթե 14 միլիարդի է հասել մեր պետական պարտքը։ Բայց այդ պարտքի, երբ որ կառուցվածքին նայում ես, թե ինչ արդյունքներ ունես, ոչ մի երկաթգիծ չի կառուցել, ոչ մի սուբստանտիվ բան չի կառուցվել, որ ասես այս սրա միջոցով մեր տնտեսական էֆեկտը կավելանա։ Բայց այս համատեքստում ուզում եմ ասել, որ շատ կարևոր է այդ երկաթգծի կառուցումը, հատկապես Ղազախ-Իջևան հատվածի կառուցումը, եւ անշուշտ անչափ կարևոր է նաեւ երասխով ճանապարհի կառուցումը, երասխով երկաթգծի կառուցումը։ Եվ եթե մենք իսկապես խոսում ենք նրա մասին, որ մի օր պետք է հասնենք Ադրբեջանի տարածքից ուղիղ Հայաստան բեռների ներկրման մասին, ապա այդ դեպքում պետք է հատկապես այդ երկու ճանապարհների մասին ոչ միայն խոսենք, ոչ միայն մտածենք, այլ պրակտիկ գործողությունների գնանք եւ երկաթգծի կառուցման մասին խոսենք։ Այնինչ այս իշխանություններն անում է, բավարարվում է բացառապես մեղրիով ճանապարհ տրամադրելով եւ որևէ սուբստանտիվ քննարկում չկա երասխի ճանապարհի մասին, երասխի երկաթգծի, ինչպես նաեւ Ղազախ-Իջևանի մասին, Ղազախ-Իջևան երկաթգծի մասին, ինչը մեզ համար անչափ կարևոր է։ Ես հիշում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Ղազախ-Իջևան հատվածում երկաթգծի կառուցումը մի փոքր բարդ կլինի հաշվի առնելով աշխարհագրական տարբեր առանձնահատկություններ, իբր այնտեղ սողանքային հատվածներ կան, գումարի ներդրումը շատ կլինի, բայց այստեղ խնդիրը գումարը չի, ես վստահ եմ, որ գումար գեներացնել հնարավոր է, մենք տարբեր դոնորներ կարող ենք գտնել, տարբեր ներդրողներ կարող ենք գտնել, կարող ենք նաև վարկային պորտֆելներ ներգրավել, ի վերջո կրկնում եմ 8 միլիարդով ավելացրել ենք, բայց եթե վարկ վերցնենք կոնկրետ ծրագիր իրականացնելու, կոնկրետ երկաթգիծ կառուցելու մասով, սա մեզ համար շատ կարևոր կլինի։ Միգուցե խնդիրն այն է, որ Իջևան-Ղազախ երկաթգիծը իսկապես Հայաստանը ապաշրջափակումից հանելու էր դրա համար։ Իջևան-Ղազախ ճանապարհը, երկաթգիծը
գիծը իսկապես մեզ ապաշրջափակումից կարող է հանել։ Ոչ թե մեղրիով ճանապարհ տրամադրելը, որը կմիացնի ուղղակի Ադրբեջանը Նախիջևանին եւ մեր ամբողջ տրանսպորտային համակարգից զատ կլինի, այլ Իջևան-Ղազախ կառուցելը, որը իսկապես մեզ համար ամենակարճ ճանապարհն է, անչափ կարևոր կլինի։ Եթե ամփոփելու լինեմ այս հատվածը, կարող եմ ասել, որ սիրելի հայրենակիցներ, ապաշրջափակում տեղի չի ունենում, ապաշրջափակում ասելով իրենք նկատի ունեն, որ օրինակ ղազախական ցորենը լինի կամ ռուսական ցորենը լինի, ընդ որում միայն ցորենի մասին են դեռ խոսում, տարբեր ապրանքների մասին որևէ խոսակցություն չկա, բացառապես ցորենի մասին այս բային քննարկումը գնում, որ ցորենը Ադրբեջանի տարածքով ոչ թե միանգամից գալու է Հայաստան, այլ Ադրբեջանի տարածքով գնալու է Վրաստան եւ այնուհետեւ նոր գալու է Հայաստան։ Եվ այս ապաշրջափակման կոնցեպտում, իրենց պատկերացրած ապաշրջափակման կոնցեպտում հիմնական դերակատարը շարունակում է մնալ Վրաստանը, որովհետև Վրաստանը, այն որ ասում էի դուռ ունենք, մեր հիմնական դուռն է։ Բայց ինչ է անում այս իշխանությունները Վրաստանի նկատմամբ։ Մենք տեսնում ենք շրջանում շատ լարված են հարաբերությունները, նույնիսկ պաշտոնական մակարդակով դժգոհություն արտահայտեցին նույն Եվրանեստում իշխանության падգամավորների քվեարկության մասով Այո, ես քանի որ ինքս Եվրանես խորհրդարանական վեհաժողովի անդամ եմ եւ զեկույցները կարդացել եմ, իմիջիայլոց զեկույցներից մեկը, որը ոչ միայն հակառուսական, այլ նաեւ հակավրացական ընդգծված ներբերանգներ ուներ, համահեղինակել է ԿՊ-ական падգամավոր Մարիա Կարապետյանը։ Այսինքն նրանք ոչ միայն կողմ են քվեարկել, այլ նաեւ մասնակցել են նման զեկույցի կազմմանը եւ ես տեսնում եմ, որ վրացական կողմն իսկապես իր դժգոհությունն է հայտնում այս առումով, որ իսկ մի հատ պատկերացրեք էլի, հիմա խոսում են, չէ՞, ապաշրջափակման մասին, բայց ի վերջո խոսում են դեպի Վրաստան տանող ճանապարհի մասին։ Մեր հիմնական դուռը Վրաստանն է։ Եվ այս իշխանությունը փոխանակ Վրաստանի հետ հարաբերությունը լավացնի, փոխանակ ամեն բանանի որևէ սև գորշ հատվածներ չմնան մեր հարաբերությունների մեջ, քաղաքական ու բարձր մակարդակներով ընդհանրապես ավելի խորացնում է ճգնաժամը։ Ես հիշում եմ վերջերս մի քանի ամիս առաջ էր մամուլում տեղեկատվություն հանդիպեցի, որ այս իշխանությունները Բիձինա Իվանիշվիլիի մոտ կանգնած անձանցից մեկին, որն արդեն բարդ հարաբերություններ ուներ Իվանիշվիլիի հետ, պատասպարել են Հայաստանում, այսինքն կազմակերպել են նրա մուտքը դեպի Հայաստան, այնուհետև մի խոսքով այնպիսի քայլերի են գնացել, որոնք որոշակի դժգոհություններ են առաջացրել Վրաստանում։ Այսինքն կատարվում են այնպիսի գործողություններ, գաղտնի, ոչ գաղտնի, հրապարակային, Եվրանեստի շրջանակներում, ոչ միայն Եվրանեստի շրջանակներում, որոնք անթակույց դժգոհություններ են առաջացրել բնականաբար Վրաստանի իշխանությունների համար։ Իսկ հավանական պատասխանը Վրաստանի իշխանությունների կողմից ինչպիսին կարող է լինել։ Դե մենք դրա դրսևորումները ժամանակ առ ժամանակ, եթե անկեղծ լինենք, տեսնում ենք, որ օրինակ Վրաստանում տրանզիտով մեր բեռների նկատմամբ միանգամից ստուգումներ են սկսում, այսինքն նույնիսկ այն բեռները, որոնք ոչ թե մնալու էին Վրաստանում, այլ տրանզիտով դեպի Ռուսաստան էին գնում, նրանց նկատմամբ աննախադեպ վերահսկողություն էր լինում, աննախադեպ ստուգումներ էին իրականացվում, եւ ես կարծում եմ սա իհարկե քաղաքական ենթատեքստ ունեցող գործընթացներ են։ Ավելի բարդացված ձևով դրսևորումներ չեք ակնկալում։ Ես բնականաբար դրա հավանականությունը տեսնում եմ եւ իմ հերթական մտահոգությունն եմ հայտնում։ Սա իրականում այս իշխանությունների վարած քաղաքականությունն է, ձեռք չբերելով դեռ նոր բարեկամներ, փչացնել հարաբերությունը գործող ընկերների եւ գործող բարեկամների հետ։ Դա ես ժամանակ առ ժամանակ տեսնում եմ ինչպես Իրանի հետ հարաբերություններում, ու ես կարծում եմ, որ Իրանի հետ հարաբերություններում այս տրիպի հետ կապված դետալների բացահայտումից հետո մենք հնարավոր կարող եւ տեսնենք որոշակի խնդիրներ, որովհետեւ ինչ են ասում հիմա Իրանի մեր գործընկերներին, որ այդտեղ ամերիկյան ներկայություն չի լինելու, ամերիկացիները որպես չգիտեմ էլ նույնիսկ ինչ ասել, բարի կամքի դրսևորում գալու են ճանապարհը կառուցեն գնալ, բայց այդպես չի լինելու, չէ՞։ Միացյալ Նահանգները իրենց հետաքրքրությունն ունի եւ միգուցե վերահսկողության տրամաբանությամբ, այսինքն իրենք որոշակի վերահսկողություն ունենալու են ճանապարհի վրա։ Այդ վերահսկողությունն ով է իրականացնելու։ Միգուցե ոչ ուղիղ ռազմական նշանակության անձինք, բայց մերձ ռազմական այդ ՉՎԿ-ի տրամաբանության շրջանակներում, որն իհարկե մտահոգիչ է լինելու Իրանի համար։ Քանի որ դետալները չկան, իրենք փափուկ բարձ են դրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների գլխի տակ, բայց դետալների ամբողջական բացահայտումից հետո ես տեսնում եմ հնարավոր նաև լարվածություն Իրանի հետ։ Բայց այս փուլում ես կարծում եմ Վրաստանի հետ հարաբերությունների լավարկումը ու թույլ չտալը, որ որևէ խոչընդոտ լինի մեր հարաբերություններում, դա մեր թիվ 1 հրամայականն է, որովհետև կրկնում եմ, մենք այլ դուռ չունենք։ Այս մարդիկ առավոտից իրիկուն որ խոսում են Եվրոպա գնալու, Եվրամիության անդամ դառնալու կամ ԵԱՏՄ տարածքի հետ մեր տնտեսական հնարավորությունները զարգացնելու մասին, բա որտեղով եք գնում։
Դեպի Եվրոպան եք Վրաստանով գնում, դեպի եվրասիական տարածքել եք գնում Վրաստանով, ո՞նց եք դուք հարաբերություններն այդքան փչացնում, ո՞նց եք անում այնպիսի քայլեր, անում այնպիսի հայտարարություններ, որոնք Վրաստանի կողմից ոչ բարեկամական են գնահատվում։ Ոչ բոլորի հետ են հարաբերությունները փչացնում, օրինակ հրապարակ օրաթերթը գրել էր, որ իրենց տեղեկություններով Ղազախստանը պատրաստվում է պետական բարձրագույն պարգևի արժանացնել Նիկոլ Փաշինյանին Ղազախստանին մատուցած ծառայությունների համար։ Հա, անկեղծ ասած, չգիտեմ թե ինչ ծառայություններ է մատուցել Նիկոլ Փաշինյանը Ղազախստանին, որ նման պարգևի պետք է արժանանա։ Դե գիտեք, միգուցե թուրքական, ես կարդացի նաև հրապարակման մեջ, որ թուրքական աշխարհին մատուցած ծառայությունների համար հավանաբար։ Եթե անկեղծ ասեմ, ես նույնիսկ չգիտեմ թե ինչ տրամաբանությունից ելնելով է դա տեղի ունենալու։ Տիկին Գրիգորյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Մեր հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։